Բարև ձեզ։ Այսօր խոսելու ենք երևի թե ամենամեծ հարցերից մեկի՝ կյանքի իմաստի մասին, բայց գիտեք, պատասխանը կարող է լինել շատ ավելի անսպասելի, քան կարծում եք։ Դե ինչ, եկեք սուզվենք այս թեմայի մեջ։ Երևի թե ամեն մեկս կյանքում գոնե մեկ անգամ մտածել ենք, ինչի համար ենք մենք այստեղ, որն է այս ամենի իմաստը։ Բայց պատկերացրեք մի պահ, որ այս հարցը, դե ըստ այս մոտեցման, ուղղակի հիմարություն է։ Իսկ միգուցե մենք ի սկզբանե սխալ ենք հարցը դնում։ Այո, այս մոտեցումն առաջարկում է փոխել խաղի կանոնները։ Ինչու ենք ապրումի փոխարեն, եկեք կենտրոնանանք մի շատ ավելի կարևոր ու գործնական հարցի վրա։ Ինչպես կարող ենք լավ ապրել։ Լավ, որպեսզի հասկանանք, թե ինչպես լավ ապրել, պետք է սկսենք ամենասկզբից մեր գոյության հիմքերից։ Պետք է ընդունենք մի պարզ փաստ մեր ծննդյան մասին։ Եվ այդ փաստը հետևյալն է. մենք այստեղ ենք զուտ պատահականության բերումով։ Չկա ինչ-որ մեծ ծրագիր։ Մենք չենք ընտրել ոչ մեր ծննդյան ժամանակը, ոչ էլ վայրը։ Պարզապես հայտնվել ենք այստեղ։ Սա կարող է մի քիչ հուսահատեցնող հնչալ, չէ՞, բայց հենց այստեղ է ամենահետաքրքիր շրջադարձը։ Քանի որ մենք չունենք նախասահմանված նպատակ, դա նշանակում է, որ մենք լիովին ազատ ենք։ Ազատ ենք ինչ-որ բանի հասնելու, ինչ-որ սպասումներ արդարացնելու բերից։ Սա իսկական ազատություն է։ Դե լավ, եթե կյանքը նկատակ չունի, ապա ինչ է այն։ Ինչից է կազմված մեր ամենօրյա փորձառությունը։ Պատասխանը ըստ այս աղբյուրի շատ պարզ է, բայց միգուցե ոչ այնքան հաճելի։ Պատրաստ եք։ Մեր կյանքի մոտավորապես 70%-ը տառապանք է։ Այո, ճիշտ լսեցիք, 70%։ Այսպիսով, պատկերն այսպիսին է. կյանքի մեծ մասը, 70%-ը, տառապանք է, մնացածից 20%-ը խաղաղությունն է և միայն մի փոքրիկ 10%-ն է ուրախություն։ Եվ գիտեք որն է մեր խնդիրը։ Ոչ թե անվերջ ուրախության հետևից ընկնելը, այլ այդ 20%-անոց խաղաղության գոտին հնարավորինս ընդլայնելը։ Բայց ինչպես են այս երեքը կապված իրար։ Հենց այստեղ է ամեն ինչի բանալին։ Պատկերացրեք, ամբողջ օրը ծանր աշխատել եք, ու սովից ուշաթափվում եք։ Այդ զգացողությունը, անհանգստությունը, տառապանք է, չէ՞։ Բայց հետո, երբ վերցնում ես մի կտոր հացի առաջին պատառը, վայ, դա աշխարհի ամենահամեղ բանն է թվում։ Այդ հաճույքը պարզապես գոյություն չէր ունենա առանց նախնական սովիցավի։ Դրանք նույն մեդալի երկու կողմերն են։ Եվ սա է հիմնական գաղափարը։ Միայն ցավի միջոցով կարող ես իսկապես գնահատել հաճույքը։ Այդ հսկայական 70% տառապանքն անիմաստ չէ։ Դա կարելի է ասել մուտքի տոմսի գինն է։ Դա այն գինն է, որը մենք վճարում ենք, որպեսզի մնացած 30% խաղաղությունն ու ուրախությունը իրական արժեք ունենան։ Բայց գույշ եղեք, որովհետև հաճույքը նաև ծուղակ է։ Հենց ստանում ես այն, ինչ ուզում էիր, այն այլևս հաճույք չի պատճառում, եւ դու սկսում ես ավելի ուժեղ, ավելի ինտենսիվ հաճույքներ փնտրել։ Եթե սա անվերահսկելի դառնա, կարող է ուղղակի կործանել քեզ։ Ու հիշեք, միշտ մի բան ստանալու համար պետք է մեկ այլ բան զոհաբերել։ Դե ինչ, այս ամենը մեզ բերում է մի շատ կարևոր եզրահանգման՝ դրախտի ու դժոխքի գաղափարին։ Եվ ոչ, խոսքը հետմահու կյանքի մասին չէ։ Ըստ այս փիլիսոփայության, դրախտն ու դժոխքը ինչ-որ հեռավոր վայրեր չեն։ Դրանք վիճակներ են, որոնք մենք ինքներս ենք ստեղծում, այստեղ եւ հիմա։ Ինչ է դժոխքը։ Դա այն է, երբ դու անընդհատ վիճում ես ընտանիքիդ ու գործընկերներիդ հետ, երբ նեղացնում ես շրջապատիդ, երբ շահագործում կամ վնասում ես ուրիշներին։ Ահա սա է իսկական դժոխքը, որը մենք ստեղծում ենք մեր ձեռքերով։ Իսկ դրախտը, դե դրախտը հակառակն է, երբ ներդաշնակ ես ապրում քո մտերիմների հետ, երբ սիրում ես, հոգ տանում, օգնում ես ուրիշներին, երբ ուղղակի միասին լավ ժամանակ եք անցկացնում։ Ահա սա է դրախտը, որը նույնպես հենց այստեղ է, մեր կողքին։ Լավ, եթե դրախտը կարելի է ստեղծել հենց այստեղ եւ հիմա, ապա ինչպես դա անել։ Որոնց են գործնական քայլերը։ Եկեք տեսնենք։ Ամեն ինչ սկսվում է մի շատ հզոր մտքից։ Բոլոր չարիքների համար մեղավոր են ուրիշները, իսկ բոլոր լավ բաների համար պատասխանատու եմ ես։ Սա նշանակում է վերցնել լիակատար պատասխանատվություն սեփական կյանքի համար եւ դադարել ուրիշներին մեղագրելուց։ Ահա երջանիկ կյանքի 4 հիմնասյուները։ Առաջին՝ ինքդ լուծիր քո ապրուստի խնդիրը, կախված մի եղիր ուրիշներից։ Երկրորդ՝ գտիր միջոցներ ձանձրույթը հաղթահարելու համար։ Երրորդ՝ երբեք մի դադարիր սովորել, աշխատել ինքդ քեզ վրա։ Եվ չորրորդ, թերևս ամենակարևորը, եղիր այնտեղ, որտեղ իրականում գոյություն ունես, ներկա պահում։ Իսկ ինչպես վարվել ուրիշների հետ։ Կա մի ոսկե կանոն։ Ուշադրություն դարձրեք, այն ասում է, թե ինչ չպետք է անել։ Երբեք մի արա ուրիշներին այն, ինչ չես ուզենա, որ նրանք քեզ անեն։ Շատ պարզ է, բայց աներևակայելի խորը։
Գիտեք, թե որտեղ են ծնվում դեպրեսիան ու անհանգստությունը։ Դեպրեսիան անցյալում ապրելու արդյունք է, իսկ անհանգստությունը ապագայում։ Իսկ խաղաղությունը հնարավոր է գտնել միայն մեկ տեղում՝ ներկայում։ Մտածեք մի պահ, անցյալն այլևս չկա, ապագան դեռ չի եկել։ Միակ բանը, որ մենք իրականում ունենք, այս պահն է, ներկան։ Գուցե պատահական չէ, որ անգլերենում ներկա բառը present նշանակում է նաև նվեր, որովհետև այս պահն իսկապես նվեր է։ Եվ այսպես, հարցը մնում է ձեզ. եթե այս ներկա պահն է ձեր դրախտը, ապա ինչպես եք դուք ընտրելու ապրել այն։